Իմ ընկերը։ Իմ ընկերը։ Հպվես իր թքին։ Բանն է ինձ դուր գալի։ Հայաստանում ամենավատ ստացվող երկու բաները, հայկական ֆուտբոլը եւ հայկական սերիալը միացել են իրար ու մի հրաշալի լավ բան է ստացվել։ Սերիալ, որի անունն է 11։ Սերիալ, որը ֆուտբոլիստների մասին է, ֆուտբոլի թիմի մասին է, ֆուտբոլի մարզիչի մասին է, իսկ մանրամասները կիմանանք հենց իրենցից, այդ սերիալի գլխավոր մարդկանցից։ Գլխավոր դերասան Սոս Ջանիբեկյան։ Ծապտանք։ Հրաշալի տաղանդավոր դերասան Լևոն Հախվերդյան։ Չհասկացա։ Դու ով ես։ Մի տեսակ մեջքը ցավացնում է, հա։ Քներեք ինձ քենսել արեք, ես գնամ։ Պարոն գնդապետ, թշնամի ոչնչացված է, դիրքերը պահված են։ Եվ գլխավոր պրոդյուսեր, ով արդեն որերորդ նախագիծն է իրար հետևից բոմբում է։ Մեր աղբոր անունը ինչ էր։ Ռաֆայել Թաթևոսյան։ Ռաֆայել Թաթևոսյան։ Գլխավոր պրոդյուսեր։ Գնաց, մարդկա լքեց մեր։ Չէ, լավ, եկեք ծապտանք, Ռաֆայելը ծապտանք, արժանի է նա դրա։ Այո, եւ Եվ իհարկե հաղորդավար Լևոն Բեգլարյան։ Ուրա։ Սոս ջան, այս առաջին նախագիծն էր, որ համագործակցեցիր կինոդարանի հետ, եթե չեմ սխալվում։ Նախ տպավորությունները ոնց էին, երկրորդը ոնց համաձայնվեցիր, ոնց քեզ համոզեցին ու ինչը գրավեց քեզ այս նախագծում, որ որոշեցիր ի վերջո նկարանվես, որտեվ ոչ բոլոր նախագծերին ես դու համաձայնում նկարանվես։ Դե հա, իրականում այն փուլին եմ հասել, որը սաղ կյանքի երազել եմ, որ կարողանաս ինչ որ բաներից հրաժարվես, որոնք քեզ դուր չի գալիս, որտեղ ինչ որ փուլ կար հա իմ կյանքում, որ ուզեի պիտի նկարվեի, որտեղ փող էր պետք, որտեղ փող էի աշխատում։ Դե հանդիպեցինք պրոդյուսեր Ռաֆայելի հետ։ Երկար էիք շփվում։ Սցենարիստի հետ, Արամի հետ, հանդիպեցինք, նստեցինք, խոսացինք, հասկացա, որ ինչ որ մարդկանց եմ հանդիպել, ովքեր լավ բան են ուզում անեն, ովքեր ուզում են լավ բան անենք, ոչ թե այնքան որ մի բան անեն, իրենց փողերը վերցնեն, այս ավտոն թարմացնեն, ավելի լավ ավտո առնեն, թռնեն Եգիպտոս հանգստանան, հետ գան, էդ էլ գնա կինոդարան եթեր, այլ մարդիկ ովքեր էլի ուզում են փող աշխատեն, բայց նժարի վրա նաև լավ բան անելն էլ է դրած, էլի, ոչ թե մենակ փող աշխատելը լինի։ Իրար հետ քննարկեցինք, հասկացա, որ իրար պես ենք տեսնում, իրար պես ենք մտածում, իրար պես ենք հասկանում, որ այստենց պիտի փոխվի բան, այտենց համարյա ընկերացանք մի երկու օրում, համախոհներ դառանք միանգամից, փողներ խոսացինք, համաձայնվեցի։ Լավներ վերջը փողն է որ։ Փողն խոսացինք, լավ քո փողը խոսացինք։ Փող չեն խոսացել, ես իմացա Սոսը կա այս պրոյեկտում համաձայնվեցի։ Սոսի հետ Իմ ջարը Սոսի հետ առաջ անգամ էր խաղում։ Լսի չէ, բայց երկար, հա։ Նո իրար հետ աշխատանքներ, вообще իրար ճանաչել ենք։ Տարբեր բաներով, ասենք, սկսած են, որ միջոցառումների ենք իրար հետ ներկա եղել, ընդհանուր լիքը ընկերներ ունենք, ճանաչել ենք, բայց որպես աշխատանքային երկար փուլ, որ մենք իրար տենց տենում ենք, իրար հետ շփվում ենք, էսի առաջինն էր, որ տենց շատ երկար ու շատ մտեի ու շատ կայֆով։ Ինչը չհավանեցիր, լավ բանը շատ արագ իրար ասեք, ինչը չհավանեցիր։ Սոսի հետ կապված։ Հա, հենց սոսի։ Սոսի հետ կապված ինչը չհավանեցի։ Ասեմ։ Ասա։ Դաժե սենց ասեմ, միջև հիմա չեմ հասկացել ինքը հետի տժում էր ին վրա, թե իսկականիցը տենց էր անում։ Հələ։ Ապե ամեն տեսարանից հետո, օրը այնքան կասկածամտորեն էր վերաբերվում իր արածին, ասեմ որ դաժե մի օր գոլատ արը, չէ, բայց մի օր սյոմկից հետո, տենց երկար նկարահանում ենք արեբան ենք արել, տենց գիշերը 3-նա պարկացեմ, մեկի ձեռից նամակա գալի, նայեմ սոսնա, ապա այդ վերջի տեսանը որ սենց արեցինք նորմալ էր, քո ջոգելով բան։ Եկել է պահը, որ դու պետք է ասես, դա կայֆալամիշներ է իրար։ Հորս արև չէի տժում։ Հորս արև չէի տժում։ Քեզ հետաքրքիր։ Հա։ Այնքան էր դա։ Ես այդ կասկածների մեջ էի, տաննել էի այդ կասկածների մեջ, ուզում էի հասկանալ իսկ այդ դրանք իմ ուղեղում է տեղի ունենում։ Բայց լիովին էլ եմ հասկանում, էլի ասենք, խաղում ես Սոս Ջանիբեկյանի հետ ու ինքը հարցեր է քեզ տալի, լավ եմ խաղում։ Ապա իսկ չէ, լավ եմ խաղում մասին չէ։ Տիպը ոնց էր, ինչ է, իսկ էսի հասկացվեց, ասում Սոս կայֆոտ է եղել, լի սաղ ասենք, այն որ ես sense նայում էի ու տենց ընթացք մանավանդ ավտոյի մեջի տեսանը։
Կիմանաք այդ որ տեսարանը։ Բան է։ Մի հատ տեսարան կար կարևոր էր գիշերը 3-ին ստացվեց որ պիտի նկարվենք, ուզում էի Օգնած ես էիք, արդեն չէի բաց զգում ոչ չէիք։ մի բան, անընդհատ ուզում էի կարծիքներ հավաքեի որ քնեի, թե չէի քնեի։ Բայց այդտեղ կայֆը գիտես, որ այս ինչի համար է եղել, ես ձեր տեղը ասեմ, հա։ Կոմֆորտ զոնայից այս սերիալում մի քիչ դուրս են եկել մարդիկ, հա։ Կոմֆորտ զոնան, այսօր նոր սոսիետ էինք խոսում, որ այս սերիալում որ մարդիկ խոսում են ուրիշ ձև, խոսում են բնական ավելի շատ, հա, խոսում են ժարգոնային, բայց Առօրյա ժարգոնային խոսակցական լեզվով։ Ավելի շատ ամպլուայից ենք դուրս եկել, էլի, ինչ միշտ արել ենք, ստացվել է, ոնց որ ռիսկի ենք գնացել, անենք մի բան, որ հələ չի Էքսպերիմենտ, նոր կոմֆորտ էքսպերիմենտ։ զոնայից դուրս է Թե եկել։ դերասանական խաղով, թե Ու որ կոմֆորտ զոնայից դուրս ես գալիս, ստեղ արդեն քո խաղընկերից հետ մի քիչ բանի տեղ ես դնում, բանի տեղ դրել է, էլի, որ հարցրել է։ Չէ, դե Լևոնս լավ խաղընկեր է, լավ գործընկեր է։ Հեգնական չխոսաս իմ մասին։ Էսի Էս ինչ է։ կոմֆորտ զոնայից դուրս գալն է եղել դա պատճառը, բայց ինձ թվում է շատ թույն է եղել, որտեղ ես արդեն ահագին նայել եմ։ Դու կարամ ասեմ, որ շատ կպատմես լոգլայնը, ինչի մասին է նախագիծը։ կարճ նկարագրությունը։ Կարճ Կարճ նկարագրություն։ նկարագրությունը ֆուտբոլիստի մասին է, ով 18-19 տարեկանում տրավմա է ստանում, ով հրավիրվել է Հայաստանի հավաքական, գոլախփեր կոած Ֆրանսիային, մի հատ Պորտուգալիային, այն որ իրան ձեռից ձեռը արդեն պետքա տանեն ու հոպ տրավմա է ստանում։ Կարիերան ավարտվում է։ Հա, բայց իրան արդեն սա Հայաստանը գիտի, սա Հայաստան իրան գիտի, սա խփարտանում են իրանով, բայց ինքը ոչ մեկին պետք չէ։ Անցնում է 17-18 տարի, իրան էլի սա գիտեն, բայց ինքը ոչ նորմալ փող է աշխատում, ինքը իր խնդիրներ ունի իր ընտանիքի հետ, ինքը իր հետ խնդիրներ ունի, հա, որտեղ ինքը մինչև հիմա չի հասկանում ոնց գնաց իր կյանքը սենց սխալ։ Սխալ, այսինքն ինքը մինչև հիմա կպտում է այդ դեպքին, որ եղել է իր հետ, ու չի կարող բաց թողել այդ դեպքը։ Ու հիմա ինքը գնում է մի հատ ընտրության առաջ գնալ մանկական գաղութ, թե գնալ սովորական գաղութ, ինքը ընտրում է մանկական գաղութում աշխատել որպես մարզիչ։ Ու այդ փոխում է համ իրան, համ իր կողքի մարդկանց։ Ու ինձ թվում է դեպի լավը։ Հետաքրքիր է։ Իր ասելիքը ինչումն է։ Հնարավորության տալու, երկրորդ շանս տալու, որտեվ ինձ թվում է սաղով նայում է մեզ կամ մեզ տեղ գտնվածներից, եթե չենք քեզ ստացել կամ ստացել ենք շատերս, մենք միշտ երազել ենք երկրորդ շանսի մասին, ու ամեն տեղ, ամեն բանի համար։ Երկրորդ շանս սովորելու, երկրորդ շանս սիրելու, երկրորդ շանսի մասին է։ Ինչ կնի, երբ որ քեզ տան երկրորդ շանս, ու ոնց կօգտագործես։ Պլյուս են որ ինչ որ մի հատ չորա քեզ կպնում, այսպես ասած ժողովրդական լեզվով, որ ինչ որ մի հատ, չգիտեմ, ասենք ինչ որ մի անգամ մտել ես երբևէ կազինո, կամ ինչ որ մի հատ հանցանք ես գործել, կամ ինչ որ մի բան, որ ինչ որ մի սխալ ոչ կառուցողական բան ես քո կյանքում արել, միշտ այդտենց երևույթ է, որ ինքը հենց այդտեղից է քեզ բռնում, որ դու հավատաս դրան, այդտեղ հանձնվես ու իր հերթով այդ շարքը բերի, էլի, որ հետո ուրիշ բանի մեջ ընկնես, այսինքն դրա մասին է, որ նաև որ պետք է այդ հենց այդ պահին չհանձնվես այդ մի դրվագին քո կյանքի ու ուժերդ հավաքես դեպի այդ երբ որ դրվագն անցնի, դու ոնց ես վերափոխելու քո ճակատագիրը։ Դու կինոյի սցենարում հասկացել ես այդ ամեն ինչը։ Հասկացել եմ, մտքիս ա եղել միշտ, կերպարիս մեջ կոպիտ ասած ու իմ ու երեխեքի փոխհարաբերության մեջ այդ տենց արժևորել եմ որպես իմաստ, ոչ թե որպես դերասանական գործիք, այլ տենց կողքից որպես իմաստ, որ այդ անընդհատ օթում կանգնած իմ համար գաղափար է եղել։ Նման փորձ կար, այսինքն քո հերոսի անունը ինչ էր։ Արսեն։ Արսեն, քո ու Արսեն, Սոսի ու Արսենի նմանության հետ կապված նման փորձ քո կյանքում ինչ որ դրվագ եղել է կամ թեկուզ ընկերոջ վրա։ Հենց այդ տենց մեծ կործանված շրջան եմ ունեցել 2 տարի, որ այդ կործանված շրջանի մեջ ամեն հանգամանքը կոպիտ ասած ոնց որ այսօր ինչ որ բան ես անում, որը սխալ է, վաղը ամաչում ես, այսօր խմած մի բան ես անում, օրինակ, վաղը ամաչում ես դրա համար ու այդ պատճառը դառնում էլի խմելու, հետո այդ էլ ես ուտենց ընկնում ես դրա մեջ, որ կարևորը հենց դրանից դուրս գաս, էլի, ինչ որ մի օր մարդ է սպանում, ընկնում ես մանկական գաղութում հենց իրադարձություններ ալնում, որ էլի մեկին պիտի սպանես, որտեղ դու արդեն հավատացել ես, որ դու հանցագործ ես, էլի ես սպանում, սրոկդ երկարում է, դուս ես գալի, դուսն ես սպանում, գնում։ Ցիկլը կտրելու Այդ մասին ցիկլը, գիտես, օրիգինալ պահը որն է, որ երկու բախումը, որտեղ անգնում այդ Սոսի նկարագրած ճակատագրով մարդը, ընկնում է 11 հոգու եւ ավել նույն ճակատագրի արժանացած մարդկանց մեջ, էլի հասկանում ես, երկու կործանված
Բևեր կպնում են իրար, էլի, այ այդտեղ էր սա օրիգինալությունը, այս պատմության այս սցենարի բանի։ Հա, որ իրար մեջ իրար են տեսնում, Հա, էլի, ինքը իր մեռած երազանքները իր մեջ է տեսնում, այո, իրանց ապագա ամեն մեկը մեկին երազանքներն են։ մոտիվացիա է սկսում աշխատել, էլի, ծառայել, այ այդտեղ շատ կայֆոտ էր, շատ կայֆ էր բռնած այդ պահերը։ Լյովն էլ է խաղացել էլի մեջ։ Լյով ամեն ցավոտնն է։ Լյովն էլ է խաղացել սերիալի մեջ։ քո կերպարը ինչ որ խաղացել ես, դա Սոսի ընկերն է, եթե չեմ սխալվում։ Իրավաբան ընկերը։ Իրավաբան ընկերը, մասնագիտությամբ իրավաբան է։ Մասնագիտությամբ իրավաբան, անունը Նշան։ Նշան։ Խաչատրյան։ Նշան։ Խաչատրյան։ Նույն հիմա ինչ որ։ Ռաֆոն շատ կապված է այդ կերպարի հետ, որտեվ անընդհատ ասպեր իմ ընկերն է, իմ ընկերն է, իմ ընկերը։ Իմ ընկերը Տեքստանա իմ ընկերը։ Բայց ես գիտես լավ, քեզ շատ սերիալներում չեմ Տեղի վրով տանգա իմ ընկեր։ Գրասուվտանգա իմ։ Ծաղիդի վանգա իմ ընկեր։ ու պորնի ես իմ հարցը տալսեմ, էլի։ Ժան, ասա։ Վերջի տողնել ասեք երկի։ Իմ ընկերը։ Իմ ընկերը ես քեզ տեսել եմ թատրոնում, չգիտեմ, ֆիլմերում, շատ սերիալներում իրականում չեմ տեսել, կարող խաղացել չեմ տեսել։ Ստեղ ոնց գնաց այդ Անջրպետը կոտրելը, սերիալ մտնելը։ Լավ, իրականում երկու բան, միշտ ուզեցել եմ Սոսի հետ նկարվել։ Բաճարը դու ես Սոս։ Երկրորդ, ինձ միշտ հետաքրքիր է օրիգինալ սցենարը։ Սերիալ կլինի, եռալաշ կլինի, մուլտիկ կլինի, ինչ ուզում լինի։ Ինչի մասին։ Օրիգինալ սցենարը, հա, էլի խաղալու բան կա, չկա, ինչի մասին է, ինչա թողելու, ինչ հետևանքա թողելու, ոնց են նայելու, ովքեր են նայելու։ Լիքը սենց հարցեր կան այս գործի մեջ, էլի, որոնք որ դու դրանք էլ ես լիքը բան կշռադատում, հաշվի առնում եւ այլն եւ այլն։ Ինձ պատմությունն է շատ դուրեք է, ստեղծագործական խումբը, դերասանական քաստը, լիքը տենց բաներ հաշվի առնելով, իրականում տենց ու ամենակարևորը այս բանն է շատ դուրս գալի, շնորհակալություն ձեզ։ Շատ բան է, էլի։ Փողը։ Այդ փողը մի կողմ։ Ինչ որ փոքր բան է։ Փողը։ Դե լսեք, նայեք։ Բանն է ինձ դուր գալի։ Այս պրոդյուսերի, բանն է ինձ դուր գալի պրոդյուսերի։ Միտքը որ կարելի է կարճ սերիալներ անել։ Այո։ Ջագի, երկար սերիալներ չէ, կարճ սերիալներ։ Քո մասին հեչ ինչ որ մեկը 10 րոպե այսպես խոսած։ Միշտ իմ մասին տենց 10 րոպե։ Հիմնական աղջիկները։ Լյովը կարդացել է սցենարը այն ժամանակ, երբ որ ինքը որպես դերասան Չէր, գրվում էր։ Ինքը որպես սցենարիստ է կարդացել սերիալը Գարվիձ։ ու առաջին 3 սերիայից հետո ասելա 4 սերիայից հետո ասելա շատ լավն է։ 4 սերիայի վրա աշխատել եմ, հետո եմ ասել լավն է։ Շատ լավն է։ Հա Լյովի միջալոց մեր կյանքի միակ մարդն է, ով 3 անգամ գործից դուրս է եկել։ Հա, ես այդ հարցը Հա, կինոդարանից Լյովը իրոք 3 անգամ դուրս է եկել։ Դու քո կամքով թե հանել են։ Չէ, բանել է։ Որպես դերասան չէ, որպես Սցենարիստ։ Սոց գիտես ոնց, հա։ այնպեսի բան։ Մարկային պարկեշտությունը։ Իսկ կյանքում եղել է որ միտեղ նկարվես կինոդարանի պրոդուկտներից մերժես։ Սաղ։ Սաղ մենակ ես եմ համաձայն։ 84-ի ամառում պապի դերը ինքը պիտի Հա, խաղա։ Այն միլիովի դերը ինքը պիտի խաղա։ ասեցին կարևորը Լևոնը լինի։ Սուրբում Չէ, բայց առաջ։ արի մի բան արձանագրենք, որ կինոդարանը հիմա դեպի որակյալ արտադրություն մի քայլ առաջ է։ Արձանագրենքը որն է, տենց է, ջոգիր, եթե դու կինոդարանով պրոյեկտ ես նայում, դու օրիգինալ բան ես։ Նենց որ 4-րդ անգամ որ դուրս եկար, ահա որ գլխի Դե տեսա։ հիմա այդ նախադասությունը ասեցի, որ 4-րդ անգամ մնամ։ Եթե դու կինոդարան ես նայում, դու օրիգինալ բան ես տեսնելու։ Բրավ, 3 հարց տամ կոմբոյով էլի։ Ինչի 11, ինչի սոսը ու ժանրից մի քիչ բան։ Ինչի 11, որտեվ ինչի Ինչև այդքանը հաշվել գիտի։ Ինչի այդքան հաշվել գիտեմ։ Ամենամեծ թիվն է որ Սովորի անգլերեն հաշվել։ 1+1։ Ինչի 11, որտեվ որոշեցինք նենց վերնագիր դնենք մի ջրիկացի։ Որոշեցինք նենց վերնագիր դնենք, որ վերջում ը-ով չլպրծնի։ 10 էր ելնելու, էլի թե չէ։ Որտեվ չէ, հետաքրքիր է, 11 թիվը շատ սիմվոլիկ է, որտեվ մեր գլխավոր հերոսը փոքր ժամանակ խաղացել է 11 համարի տակ, մեր պրոտոտիպը ում ինչ որ X մաս վերցրած է ոգևորված է յանից 11 համարն է եղել, հա։ Երեխեքը 11-ն են, որ խաղում են ֆուտբոլ։ Ինչի Սոս Ջանիբեկյանը, ասեմ ավելին, մենք հենց Սոս Ջանիբեկյանի վրայով էին գրում այս պատմությունը։ Հասկացա։ Դաժե ինքը չգիտեր դրա մասին, մենք իրան պրոտոտիպ էինք վերցրել ու գրում ենք հենց իր համար է։ Մենք մտածում ենք, որ ինքը այն ինչ որ մենք գրում ենք հիմա, այդ օրգանիկան կարա տա ու կարա տա բնական, որ կողքից չզգացի։ Բայց տենց է եղավ։ Ես հիացած եմ այս եղավ։ Հեսա մայիսի 14-ին դուրս կգա արդեն մի քանի օրից առաջին սերիան մարդիկ կհամոզեն, որովհետև ինքը մեր կյանքից մարդ է։ Իմ կյանքից տենց ես 2 հոգի ունեմ, ընկեր ունեմ, հա։
ինքը մեր կյանքից մարդը սաղս ունենալու ենք, տես մարդ հարազատ բան ենք գալու այդ մարդու նկատմամբ։ Ու բալտ ենք անելու այդ մարդուն։ Մայիսի 14, Այսի 14։ ֆիքսում ենք մայիսի 14-ը պրեմիերայի օր։ Այո։ Իսկ մի բան հարցնեմ, անմակարդակ հարցերից։ Համբույրի տեսարան եղավ էս մի կինոյում, հն։ Հա, ոնց չէ։ Ինձ թվում է ես տենց ֆիլմ չեմ ունեցել, որտեղ չեմ Համբույրի համբուրվել։ տեսարան չլինի։ Դզեց։ Միշտ Ես այս անգամ ում հետ եք համբուրվում։ տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում։ Ավելի շատ չեմ մենակ ֆիլմերում։ Մենակ ֆիլմերում եմ համբուրվել։ Վերջին 10 տարի։ Տաթևի հետ Ասեմ դուք ես Տաթևի։ կինոն եմ Այո, նկարել։ Ռոբակիմյան Տաթև։ հրաշալի համբուրվում էինք, հրաշալի, պրոֆեսիոնալ, Տաթևը շատ պրոֆեսիոնալ, կրկոտ, Հա։ իսկապ։ Հա որ ինքն էլ ինպես այդ համբուրվելու հանդեպ ունենար, որ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք։ Հա։ Քո մոտեր էր փակվելու։ Հա, իմ մոտ էր փակվելու, ինքն էր հենց տանում։ Կարելի ասել այդ տեսարանները, որովհետև ես միշտ դրանից նենց զարմանալի բան է այդ համբույրը, չէ։ Նախ ինքը շատ ինտիմ է։ Հա։ Ճիշտ է։ Նախ դու ոչ կիրք ունես, ոչ զգացմունք եւ դու պիտի հպվես իր թքին։ Եվ դու զզվող ես։ Դու ու ես ամեն ֆիլմում հպվել եմ ինչ-որ մեկի թքին, դե դու երբ որ համբուրում ես հաստատ կոտրվում եք, չէ, իրար թքերով։ Հիմա ինքը իրականում ես որպես փաստ վերցնենք, շատ բարդ բան է։ Շատ դժվար է ինչ որ ուրիշի պրոստը կպնել ուրիշի թքին։ Ով որ քո Հա։ Այս իմ զուգընկերների մասին չի խոսքը, առհասարակ ինքը երևույթ է, էլի։ Ու ամենածիծաղալը միշտ որ համբուրվում ես ու ռեժիսորն ասում է ստոպ։ Ու դուք նենց մի անգամից եք sense կանգնում ու իրար չեք նայում, որտեվ հետո Էս մեր հետ չի եղել։ Հա, այդ իմ համար այդ ամենալավ կոմեդիան էր, որ տեղի էր ունենում իմ նկարահանումներին, որ իմ մեջ էի ծիծաղում էլի դրա վրա, ու միշտ ուզում էի հասկանալ, այդ ինչ է։ Դե չես կարա մի քիչ էլ համբուրվես նոր թողել։ Ստոպ ա եղել։ Հա, չես կարա բան համբուրվեցիր մի հատ փաթաթվես նոր։ Մի հատ վիզը պաչես նոր թողես։ Բայց համել շատ ինտիմ է։ Բայց ռեսկի թողը Դուք քեզնից ամաչում եք։ Իսկ անկողնային տեսաններ ունեցել ես։ Չէ, անկողնային չի եղել։ Չէ, կինոյում չէ, առհասարակ կարիերայում։ Կյանքում չէ, կարիերայում։ Կարիերայում։ Հա, Չէ։ չէ։ Ինչի Հայաստանում չեն։ Ինձ միշտ է հետաքրքիր եղել, ոնց են նկարում Չէ, բայց ինչի անկողնային տեսաններ։ Հայաստանում չեն նկարում։ Եղել եմ։ Բայց փոխվել են։ Մյուս կարելի է փորձել։ Չէ, բայց Որտեղ միշտ այդ տեսարաններում միշտ բաներ էին, չէ՞, մերկապարուհիներ, մարմնավաճառներ հրավիրվում որպես օրինակ սաունայի տեսարան, չգիտեմ, լողավազանի տեսարան, միշտ տենց էր, չէ՞, լինում սեքսի տեսարան։ Հա, հատուկ կանչում էին, հատուկ մարդ, ով սեքսի տեսարան որտեղ հասկանում էի, ինչի դերասանուհիներ չեն, ինձ թվում է դե մեր մենտալիտետից ելնելով հրաժարվում։ Համաշխարհային կինոն թույն սեքսի տեսարաններ կա, չէ՞։ Շատ, բայց շատ դեպքերում է էլի դուբլյորներ։ Էլի դուբլյորներ են կանչում։ Փորձեցին կանենք, ճիշտ ասած, բայց բալկոնում էր։ Երկար պահեցին, մարդիկ հավանել են։ Լավ ֆիդբեքները լավն են։ Դե կավան են, գիտի չէ։ Ինտիմ տեսարանը։ Հա, այդ սեքսի կտորը։ Այն բալկոնի տեսանի Սուրբ է։ Լուսում, հա։ Հա, էրոտիկ տեսարան։ Ան իրական էս պահը ներկա այդ երկի տակ։ Ահա։ Լավ, դու բացի դերասան լինելը, նաև սցենարիստ ես, ռեժիսոր ես։ Նու Ինչ կասես նախ ռեժիսորայի շոուրաներացեն, որ սխալ Ազապաշտոն տվին արդեն։ Չգիտի պրոստը շոուրան։ Գեներալ տղա եմ ցա։ Զինվոր ես, ռեժիսորը, սցենարիստ ես, ինչ պրետենզիաներ, ինչ սխալ բաներ տեսար Կոլյայի առաջինը Կոլյայի հետ կապված ռեժիսուրայի մասով, ինչը դուրս չեկավ Որպես մարդ մասնագետ չէ, էլի։ Որպես մարդ թե որպես մասնագետ։ Ես սցենարը, ինչ դուրս չեկավ սցենարը։ Ամենասկզբից սաղ անկեղծ պատմում, լյովս։ Նայ։ Ամենասկզբից, երբ որ իմացա, որ պրոյեկտը դե սցենարի մասին կուրսի է, բանը այդ ամեն ինչը խոսում էինք, սենց դաժե քննարկում էր, որ ռեժիսորը նկարի, ինչ լինի եւ այլն, Կոլյան ինքն էլ էր աշխատում պրոյեկտի վրա, շատ լավ հիշում ենք բոլորս, թող մեր ինտերնետ հեռուստադիտողներ իմանա դրա մասին։ Հետո երբ որ որոշվեց, որ Կոլյան պիտի նկարի, Կոլյան հանճարեղ տղա է։ Լուրջ եմ ասում, այս վերջերս է դաժե մրցանակ տարավ լավագույն կլիպ անվանակարգում ինքն էր նկարել որպես լավագույն ռեժիսոր, բան, արա շատ ուրիշ աշկ ունի, ճաշակ ունի, էսթետիկա ունի, բան, էլի, այլանդակ ձևի շատ է դուրս գալի։ Բայց այս սցենարը երբ որ կարդում ենք որպես սպորտ դրամա, որպես պատմություն, որպես բան, Տիպը չի պատկերացնում, որ Կոլյան կարա տենց հետո Կոլյայի առաջի սերիալն էր։ Էդ էլ բան անենք, առաջի երկար, որ ինքը երկար սյոմուշնի ընթաց, Վապետոյի հետ իրանք չեն նկարել։ Չէ, այնի Պետոն առանձին է նկարել 84-ի համարը։ Իսկ Կոլյան տենց առանձին մեծ մի հատ պրոյեկտ եւ այլն, ամենասկզբից անկեղծ եմ ասում, թող ինձ ների իմ ընկերը, բայց հիմա անցել է, հետո լավ բան եմ շարունակելու, դրա համար եմ անկեղծ ասում, էլի։
Մի քիչ թերհավատորեն էի վերաբերվում։ Երկար պատմի, որ թերավատորից մոտեցկացի, Չէ, ուրիշ բան ասում, թող։ Դե ընկեր, թող խոսամ, էլի Թող, միշտ այդ թող պրոդյուսերների այս Պաշտպանվա, Կոլյայի պաշտպանվա։ Հա, էլի Գիտի, թող որ սա պաշտպանի։ վատ բան ես ասել։ Վատ բան չեմ։ Հեսա վարդան պիտի ասի, Ես թերավատորին չեմ կարա Կոլյա։ շատ լավ է։ Ես չեմ կարա Կոլյայի մասին վատ բան։ Չեսնի եմ խոսում։ Ես Կոլյայի մասին չեմ կարա։ Խնձոր էր մենակ ուտում։ Չի եղել այդպես։ Չէ, այդ պրոդյուսերները մի խոսքով լավ, թող վերջացնեմ։ Այս պրոդյուսերները միշտ տենց են ապե անում։ Ամենասկզբից չէի հավատում։ Ոչ թե չէի հավատում, այնպես ոնց պիտի նկարի, ինչ պիտի անի, ասենք, բան, սենց, ինչ ձև է իր անկալում է այս պատմությանը, Բրուտալ պրոյեկտ է, որտեղ է, ինչ գաղութ։ Դաժե որպես դերասան, տիպը, երբ որ ես պիտի խաղայի Կոլյայի մոտ, մտածում եմ, տիպը Կոլյանի ընկերն է, բանա էս այնա, բայց որպես մասնագետներ, երբ որ որպես ռեժիսոր ու որպես դերասան կնստենք իրար հետ նույն պլաշատկում, ինքը ինձ ինչ է ասելու, սենց բանը մոտեցում ունեի։ Ու եկավ նկարահանման ընթացքը, Կոլյան հստակ գիտակցված ինչ է նկարելու, ոնց է նկարելու, ինչ խնդիրներ է տալու, ինչ ձև է այդ ամեն ինչը պատկերացնում, մոտեցումները շատ խորացված, շատ հետաքրքիր ձևով, չգիտեմ, Կոլյան իմ համար բացահայտում ա եղել այս պատմության մեջ ու ապրինք ինքը вообще չեմպիոն է, սենց ասեմ, հա, այս պատմության, այս 11-ի չեմպիոնը նաև Կոլյանն է։ Ռաֆ, նկարահանվել է գաղութ, չէ՞, նախագծում, գաղութի ներսում սպորտ եւ այլն։ Ես ուզում հասկանամ ինչ նմանություններ կա ձեր նախկինում նկարած նախագծերի։ Օրինակ վերցնենք Սուրբը, չէ՞, ընդեղել էր, չէ՞, գաղութ, ընդեղել էր ինչ-որ պատմություն, հեճեական չի ինչ, ու կրիմինալ ժանրեր։ Այստեղ կրիմինալ չկա, սա կրիմինալ ժանր է, թե չէ։ Մանկական գաղութ հասկացողությունը արդեն կրիմինալ է, բայց մանկական գաղութում կատարվող իրադարձությունները մոտիվացիայի ու այդ գաղութից դուրս գալու ճանապարհի մասին են։ Այսինքն սպորտային դրամա է ինքը։ Այս պատմությունը կրիմինալ պատմություն չի։ Այս պատմությունը կրիմինալ աշխարհի թողած հետևանքների ունեցող ճակատագրերի մարդկանց, ջոգիր ու այն մարդուն, ով որ եկել է հայտնվել է իրանց կյանքում, ով որ հիմա բոլորին ասում են, որ դուրս եկեք, այս աշխարհը նաև ուրիշ բանի մասին է։ Այսինքն օրինակ բերեմ քեզ, հա։ Գյուղում ապրող երեխեն մեծ ֆերմայից, որը սաղ իրանց կողերը էժանով առել է, կով է գողանում, որ ջրոց օրը սաղ գյուղով խորոված անեն։ Նա լավ պատմություն։ Այդ կրիմինալ է թե չէ։ Չէ, դե գողությունն է, բայց կրիմինալ է։ Դե գողությունը կրիմինալ չի։ Կրիմինալ է։ Հիմա տես դու ասես կրիմինալ կա մեջը, թե չէ։ Կա կրիմինալ մեջը, բայց տես կրիմինալ կա։ Այսինքն մեր ամեն սերիան սկսում է մի հատ երեխու նախապատմությունով, հա մենք 5 րոպե տեսնում ենք թե ինչ ա եղել իր հետ։ Որ նայ սերիալի ամենակարևոր բաներից մեկը գիտես ինչ ենք մենք ուզում հասնենք, որ կյանքում մի մեղադրեք մարդկանց չիմանալով իրաց նախապատմությունը, հա։ Այդ ամենակարևոր բանն է, որ սաղս ու ամենաշատ երևի հայերը պետքա սովորեն։ Մի փնովեք այն մարդկանց ու նախապատմությունը չգիտեն։ Որտեվ ինքը ունեցել է, կարող շատ դժվար կյանք անել ու հիմնականում տենց էլ խնդիրները շատ ալնում։ Դրա համար մենք ուզում ենք ցույց տանք, որ միշտ պետքա էլի վերադառնանք այն իմ ասացին, որ պետքա շանս տալ։ Որտեվ եթե չեք ուզում խորանալ դաժե իր նախապատմության մեջ, գոնե մի հատ փոքր շանս տվեք, տեսեք ինքը արդարացնում է թե չէ։ Ոչ թե հանցագործին անընդհատ հանցագործ վերաբերվի, էլի։ Ու տենց իրանով սարքի ավելի հանցագործ։ Հասկացա։ Եթե ես քեզ հարցեմ ինչքան գումար եք ծախսել, միևնույնն է չես պատասխանելու, բայց արի սենց հարցը տամ։ Հայաստանում նկարվող սերիալների, կապ չունի քանի սերիա, 24 սերիա կլինի, 16 սերիա կլինի, ինչ որ X գումարով նկարվող։ Այս նախագիծը մոտավորապես քանի X գումար արժի։ Հա, ես էլ եմ ասում, մոտեցումի հարցն է, իր գումարը նես չի շատ բարձր է։ Ասե $500,000 հաստատ չի, հա։ Այստեղ մոտեցման հարցն է։ Այսինքն նայ մարդիկ տեսան մենք ոնց ենք մոտիկանում մեր գործի, շատ մարդ մեզ նայեց, մենք մյուս անգամ ավելի շատ փող ենք ծախսելու։ Ու մեր բյուջեները ինչքան գնում են, ամեն պրոյեկտի բարձրանում է։ Ու այդ սաղ գալիս է, որ մարդիկ հասկանում են ու վստահում են մեզ։ Այդ գալիս է։ Բայց ի վերջո մենք ուզում ենք $500,000 $1 միլիոն ու մենք գնում ենք դրան։ ֆիլմեր նայենք։ Բայց մենք գնում ենք դրան հենց այդ մոտեցման հաշվին։ Այսինքն որ մենք հաշվենք առաջին նախագծի վրա ինչքան գումար ենք ծախսել ու հիմա ինչքան ենք գումար ծախսել, այդ 2-3 անգամվա տարբերություն է արդեն։ Ու մենք ինչքան մեզ շատ նայեն, ինչքան մեզ շատ վստահեն, այդքան մեր բյուջեները կբարձրանա։ Սա գալիս է դրանից։ Ռաֆ, իսկ այդ դրա մասին դուք խոսում եք, որ հիմա եթե դու սիրելի հեռուստադիտող, եթե դու նայում ես պատվիսկա ես կինոդարանին, քո բանը, լայքը, քո բանը նպաստում է նրան, որ հաջորդ պրոյեկտը ավելի թանկանոց լինի։ Փորձում ենք այդ մեսեջը հարցնենք։ Այստեղ մենք ունենք նաև մեր մի մեծ կտոր, որ մեզ օգնում է Vivan,
որ մարդիկ վիվայով կարողանում են անվճար նայեն։ Հա, ես օրինակ այդ փաթեթից։ Ահա, ու շատ մարդիկ են օգտվում ու այդ վիվանել է օգնում հայկական կինոյին հենց առաջ տանելու, որը շատ մեծ օգնություն է, երևի լուրջ հայկական կինո է սա, հա։ Ստայ քո մասին եմ ուզում հարց տամ։ Տես այս նախագծում դու դերասան էիր։ Դերասան Լևոն Հախվերդյանը ավարտեց իր նկարահանումները։ Հաջորդ նախագիծը, որ դու հենց միանգամից անելու ես, վաղը, դա սցենարական աշխատանքն է, ռեժիսորական գործն է, թե հաջորդ նախագծում նկարվելն է, թե թատրոնում շարունակել դերասան լինելն է։ Նայ, վերջ հարցը։ Հա, թե ինչու՞ բայց։ Եթե վերջ, դե ես տենց ունեմ մի հատ նպատակ, երազանք, չգիտեմ ոնց ասեմ, ես իմ պրոյեկտն եմ ուզում սկսեմ։ Հեսա որ ասեմ, սաղ ասել եմ նորից։ Ֆենոմեն պրոյեկտը պիտի սկսի, այո, աղջիկների մասին, կանանց մասին, շատ կարևոր թեմաներ բարձրացնող, որի եւ սցենարիստ եւ չէ, 8 մասից բաղկացած կինոդարանով։ Էլի հուսանք, տեսնենք։ որի սցենար դու ես գրել։ Որի եւ սցենարն եմ ես գրել եւ ուզում եմ դրա նկարահանումները ես սկսեմ, եւ ռեժիսորը լինեմ։ Այդպես, ամբողջը պատրաստ է, թիմը պատրաստ է, ամեն ինչ պատրաստ է, բայց մի հատ կարևոր պահ կա, որ պատրաստ չի, այդ տենց ոնց որ էս գծին է, էլի, էս մեր ավիս։ Պրոդյուսինգը, Հիմա նորից պրոդյուսերական աշխատանք։ Համաձայն եմ։ Ստիպի թո կամերաների դիմաց ասի, որ Այո, հաջորդ։ հիմա ասա երբ է լինելու ֆենոմենի նկարահանումները երբ է Այդ տղա, շուտով։ Ահա, Ռաֆ, այս մի տարվա մեջ 5 նախագիծ իրար հետևից արեցիք, անվերջ թվարկեմ կամ կարաս դու էլ թվարկ։ 6-7-րդը հենց հիմա գիտեմ, որ արդեն սեղանի վրա նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում, որպեսզի նկարահանվեն ու տեղյակ եմ նաև, որ մի 6-7 էլ արդեն նախագծված է, իր հերթականությամբ գնում է։ Չես վախում ոտիդ գցես։ Վախում եմ, ոչ չեմ վախում։ Հենց երևի էտե առաջ է տանում։ Բայց մենք փորձում ենք, ու ես լավ, այդտեղ ասեմ ես, վախը ինձ միշտ առաջ է տարել, ու դու լավ գիտես, ես ինչ արել եմ, միշտ մտել եմ այն դաշտ, որ ոչ մեկ չի մտել։ Բայց վախը առաջ է տանում։ Վախն է, որ առաջ է տանում։ Հասկացա։ Սենց որ խոսանք դեռ մինչև առավոտ կարելի է խոսալ, ես դեռ շատ հարցեր կարող եմ տալ, բայց կարծում եմ այսօրվա համար այսքանը հերիք էր։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ, որ եկաք միասին լավ հարցազրույց ունեցանք։ Ապրեք, հիմա եկեք գնդակը տենանք, ով ավելի հեռու կտշի։ Ես առաջինն եմ, գնաց։ Բայց կանի ես